Իշխանությունը ի սկզբանե այս ոտնձգություններով որպես հիմնական թիրախ ընտրել է հենց անտիֆեյքը եւ նրա ամենահեղինակավոր հաղորդումը, նաեւ մյուս պրոյեկտները, այդպիսով խաչակրաց արշավանք կամ պատերազմ հայտարարելով հենց ազատ խոսքին։ Ես մի փոքր ուզում եմ հիշեցնել պատմությունը, չնայած արդեն մեր հայրենակիցները վստահաբար գիտեն, բայց այնուամենայնիվ քրոնիկոնի կարգով կարճ հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան ձերբակալվեցին Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը, խոզարկություն կատարվեց անտիֆեյքի գրասենյակում, արգրավեց տեխնիկան, արդարադատությունը խոչընդոտելու կասկածակով ձերբակալվեց լրագրող Դավիթ Ֆիդանյանը, իսկ հաջորդ օրը նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան Տամբակից բերման ենթարկվեց նաև Իշխան Խոսրովյանը, ապա 6 ժամ անց ազատ արձակվեց։ Նարեկ Սամսոնյանին կալանքի տանելու որոշում է կայացրել տխրահռչակ դատավոր Մասիս Մելքոնյանը, Վազգեն Սաղաթելյանին Ռոման Սմբատյանը։